Կարող եմ նշել համ ակտիվ եմ եղել, համ նեղացկոտ։ Բավականին հանգիստ եւ երասկոտ։ Չարաճճի, բայց հետո միասին նաև լսող եմ եղել մամայիս։ Այդ չարություններ սիրել եմ անել։ Շատ ակտիվ։ Չարաճճի։ Համ նեղացկոտ եմ եղել, համ էլ լացկա։ Ակտիվ, միաժամանակ թիթիզ։ Ամաչկոտ։ Ակտիվ։ Հանգիստ բնավորություն եմ ունեցել։ Շատ հանգիստ, շատ բարի, իմ բոլոր կոնֆետները բաժանել եմ։ Շատ հանգիստ ու նեղացկոտ։ Նեղացկոտ, բարի։ Շատ հանգիստ ու շատ պոզիտիվով։ Իմ կարծիքով դպրոցում ցած է գնահատական ստանալուց։ Մտությունից։ Տատիկիցս։ Հավի տղաների հետ միասին ժամանակ անցկացնելը։ Երևի թե պապիկի տուն գնալը։ Քաղցրավենիքները, պաղպաղակը, ուտելիքը մի խոսքով։ Շատ էի սիրում ապարել։ Կինդեր ձվիկ էին բերում, ամենաշատը դրանից էի ուրախանում։ Փոքրիկ եթերին կպարտադրեի, որ շատ ուժեղ լինի, ամեն ինչի մեջ միայն լավը տեսնի եւ հուսա, որ իր կյանքում ամեն ինչ լավ է լինելու։ Փոքրիկ Անուշիկին խորհուրդ կտայի չվախենալ սխալվելուց եւ ավելի ինքնավստահ լինել, որովհետեւ փոքրիկ սխալներից են մարդիկ ուժեղանում եւ ավելի մեծ ճանապարհ անցնում։ Խորհուրդ կտայի մնալ նույնը եւ ընտրել այն ուղին, որը որ ընտրել եմ ու ունենալ այն կյանքը, այն ընթացքը խելահեղ, որը որ ես ունեցել եմ։ Երբեք ձեռք չբարձրացնեն երեխաների վրա։ Ծնողները իրենց երեխաների նպատակներին չխանգար են հասնել։ Շատ չասեն չի կարելի, ընդհանրապես չասեն չի կարելի, այդ բառը ընդհանրապես հանվի։ Մանկական երաժշտական ձայն է իրանից ներկայացնում Ռուբեն Հակվերդյանի «Սա Երևանն է» կատարման մասին է հենց խոսքը։ Գարնան հոտը պատոհաններից, որ զգում ենք ու պատկերացնում ենք, որ հեսա պետքա վազենք նորից խաղալու։ Պապիկիստան, ծաղիկների բույրը։ Մանուկներին մաղթում եմ առաջինը խաղաղ երկինք, Ապահով մանկություն։ Մշտապես լինեն հասկացված մեծահասակների կողմից։ Արժանի զավակներ մեծանան իրենց ծնողների համար։ Ամենակարևորը խաղաղ երկինք, առողջություն, երջանիկ մանկություն, արժանի պատանեկություն, ինչպես նաև ես սիրում եմ ասել, որպեսզի միշտ Տիրոջ կողմից հրեշտակային պաշտպանություն ունենան։ Շնորհավոր հունիսի 1, սիրելի երեխաներ։